Ողջույն ցեզ սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ցեզ բոլորդ։ Ավարտել եք թագավորներու երկրորդ քիրքի ընթերցանությունը Աստուծո ողորմությամբ եւ Սուրբ Օգին առաջնորդությամբ այսօրվնե կսկսեմ ցեզի ընթերցել թագավորներու երրորդ քիրքը։ Ինչպես որ թագավորներու առաջին երկու քիրքերը նախապես որպես մեկ քիրք գրված էին, միասին կներկայանային եւ միասին կգրեին Սամվել Մարգարեի անունը քիրք Սամվելի, նույնպես ալ երրորդ եւ չորրորդ թագավորներու քիրքը որպես մեկ ամբողջություն, որպես մեկ քիրք կներկայանար, մինչեւ որ 70-ից թարգմանության ժամանակ անոնք իրարմե անջատվեցան եւ գոչվեցան թագավորներու երրորդ քիրք եւ թագավորներու չորրորդ քիրք։ Այս քիրքն ալ սիրելներ շարունակությունն է նախորդ թագավորներու երկրորդ քիրքին։ Երկրորդ քիրքի մեջ տեսանք թե ինչպես Դավիթ Մարգարեի 40 տարիներու թագավորության մասին է որ խոսեր։ Այս քիրքը կսկսի Դավիթ Մարգարեի ձերության ժամանակը պատմելով եւ ապա անոր մահը։ Դավիթի երկու որդիները ամեն ինչ կնեն որբեսի կարողանային քահը ժառանգել։ Սակայն Դավիթ գուզե որ իրեն հաջորդե իր Սողոմոն որդին։ Հետևաբար պիտի տեսնենք Սողոմոնի թագավորության մասին մինչև անոր մահը զոր կպատմվի այս գրքի մինչև 11-րդ գլուխը։ Պիտի տեսնենք թե ինչպես Սողոմոն ինք Աստուծո սիրելի էր, ինք իր օրով էր որ Աստված ուզեց որ դաջարը իր բնակավայրը Երուսաղեմի մեջ սարքվի եւ Սողոմոն սքանչելի դաջար սարքեց Աստուծո համար, անիկա իմաստությամբ լեցվեցավ, որովհետեւ Աստուծմե իմաստություն խնդրեց, սակայն դժբախտաբար Սողոմոնը իր կյանքի երդասարդ տարիքեն վերջ շեղեցավ ճշմարիտ Աստված պաշտութենեն եւ բաջարը անոր բազմաթիվ օդար գիներն էին։ Սողոմոնը ինք սիրելիներ ուներ 700 գին եւ 300 հարճ։ Ամեն մեկ ազգե, ամեն մեկ թագավորը գին ուներ, նույնիսկ Փարավոնին աղջկան հետ Եգիպտոսի ամուսնացած էր։ Եվ յուրաքանչյուր գին, քանի որ հեթանոս էր, իր չաստվածները բարտադրեց որ Սողոմոնը կանգնե եւ այս իմաստով Սողոմոնը դժբախտաբար բազմաթիվ չաստվածներու խումբ ծխեց։ Որպես բադիժ Աստված Սողոմոնի թագավորությունը երկուքի բաժնեց։ Հյուսիսային բաժնին մեջ Իսրայելի թագավորություն եղավ եւ հարավային բաժնի մեջ Հութայի թագավորությունը։ Շուրջ 2 դար այս թագավորությունները միադեղ եղան։ Երբեմն իրարու հետ կտաշնակցեին, երբեմն իրարու խիստ թշնամի էին։ Հյուսիսային թագավորությունը պիտի ավարտեր Ասորեստանի, ուրեմն քերեվարությամբ, իսկ Հութայի թագավորությունը Բաբելոնի քերեվարությամբ։ Սիրելիներ, պիտի տեսնենք, որ թագավորներեն եւ քահանաներեն զատ Աստված ուներ իր խոսնակները եւ անոնք իր մարգարեներն էին։ Հաջող երբ ժողովուրդը գշեղեր, հաջող երբ թագավորները Աստուծմե գերանային, Աստված իր մարգարեներու միջոցով ապաշխարության գհրավիրեր խստիվ անոնց հայտարարելով, որ եթե չուղվին, ապա պիտի աքսորվին։ Դժբախտաբար մարգարեներեն շատերը նահատակվեցան, որովհետև ժողովուրդը չընդունեց զինք, որովհետև թագավորները սպանեցին զանոնք, զանազան նեղությանց ենթակա եղան, զանազան չարչարանքներու, խոխողումներու, սակայն անոնք Աստուծո խոսքը քարոզեցին անվախորեն։ Եղան մարգարեներ նախքան քերությունները, եղան մարգարեներ քերության ընթացքին եւ հետ քերության։ Մենք սիրելիներ երբ հասնենք մարգարեներու քրությունները ընթերցելու, այդտեղ այս բոլորի մասին պիտի տեսնենք։ Աստված ինքեր Եբրայեցի ժողովրդին թագավորը, իսկ թագավոր
մարդ թագավորները իրենք Աստուծո պետք է հաշվետու լային։ Ճշմարիտ թագավորները անոնք կհամարվեին, որոնք Աստուծո թիմած արդար էին։ Եվ պիտի տեսնենք, երբ հասնենք թագավորներու մասին պատմել է, թե ինչպես յուրաքանչյուր թագավորին համար գսվի այս թագավորը Աստուծո հնազանդ եղավ, կամ այս թագավորը Աստուծո չհնազանդեցավ։ Հետևաբար սիրելներ, Աստուծո հնազանդութենեն գախյալեր թագավորիմը լավ եւ արդար ըլալը։ Մենք ալ սիրելի քույրեր եղբայրներ, Աստուծո հանդեպ մեր հնազանդութենեն գախյալ է, որ մենք ճշմարիտ հավատացյալ ենք, թե ոչ բարձաբես անունով հավատացյալ ենք։ Որովհետև մեր հավատացյալ ըլալը այն ադեն միայն գերեվի, երբ մենք գաբրինք Աստուծո բادرաներուն համաձայն եւ Աստուծո գամքը կկատարենք, այլապես երբ միայն անունով քրիստոնյա ենք, բայց հերույ ենք Աստված ճաշտութենեն, հերույ ենք Աստուծո գամքին ենթարկվել է, հերույ ենք Աստուծո բادرանները բահել է, այդ ժամանակ մենք ալ պիտի գործվենք, ինչպես որ այս թագավորները գործվեցան։ Սիրելիներ, ովևէ մեկուն ճաշտոնը, սպաղեցած ճաշտոնը, լանիգա թագավոր, լանիգա քահանա, լանիգա գրոնավոր, աշխարհական, երբեք Աստուծո համար կարևորություն չունին։ Ճաշտոնները այս երկրի վրա են, դիդրոսները այս երկրի համար են, բայց Աստուծո համար մարդուն սիրտն է կարևորը, թե ինչ սրտով, ինչ արդարությամբ, ինչ ճշմարտությամբ Աստուծո գերեվի ու գբաշտե։ Եկեք մենք սրտանց կալենք Աստուծո ճամփաներեն, որբեսի սիրելներ հավդենական կյանքինալ արժան ելանք։ Այժմ կսկսեմ ցեզի ընթերցել ամեն օր մեկ գլուխ թագավորներու երրորդ գիրքեն։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք, առաջին գլուխ։ Դավիթ ձերության մեջ։ Դավիթ թագավորը ձերացած ու դարիքը հարաճացած ըլլալով զինք հակուստերով գծածկեին, բայց չեր դակնար։ Ուստի անոր ծարաները իրենսին մեր դիրոջ թագավորին համար գույս երդասարտուհի մտող փնդրվի, որ թագավորին արչև գայնի, զայն խնամե եւ անոր ծոցը բարգի, որբեսի մեր դերը թագավորը դակնա։ Ուստի Իսրայելի ամբողջ հողամասի մեջ քեղեցիկ երդասարտուհի մը փնդրեցին ու Սունամացի Ափիսագը գտնելով զայն թագավորին բերին։ Այդ երդասարտուհին շատ քեղեցիկ էր, ան թագավորը գխնամեր եւ անոր գսպասարգեր, բայց թագավորը զայն չգիտցավ։ Ադոնիա գքրաֆե քահը։ Այն ադեն ասկիտի որդին Ադոնիա հբարդանալով ասավ. Ես թագավոր պիտի ըլլամ։ Իրեն համար գարքեր ու ցիավորներ պատրաստեց, նաև 50 մարդ, որ իր արչևեն վազեն։ Անոր հայրը անոր կյանքին մեջ փնավ հանդիմանած չեր զինք եւ ասաց չէր, ինչու այդպես կնես։ Ան շատ վայելչակեր էր ու իր մայրը զինք Ափիսողոմե յետք ձներ էր։ Ան փանակցեցավ Շարուհյայի որդին Հովափի եւ Ափիաթար քահանային հետ, որոնք Ադոնիայի հետևելով անոր օգնեցին։ Բայց Սատով քահանան, Հովյաթայի որդին Փանիա, Նաթան մարգարեն, Սեմեյի, Ռեյի ու Դավիթի զորավոր մարդիկը Ադոնիայի հետ չէին։ Ադոնիա Ռովքելի աղբյուրին մոտ եղող Զոհողեթի քարինքով ոչխարներ, արջարներ ու բարար զվարակներ զոհեց եւ իր բոլոր եղբայրները, թագավորին որդիները ու Հութայի բոլոր մարդիկը, թագավորին ծառաները հրավիրեց։ Բայց Նաթան մարգարեն, Փանիան, զորավորները եւ իր Սողոմոն եղբայրը չհրավիրեց։ Սողոմոն թագավոր գլա։ Հետևաբար Նաթան Սողոմոնի մոր Փետսապեի եսավ. Չլսեցիր թե ազգիտի որդին Ադոնիա թագավոր եղավ, բայց մեր դերը Դավիթ չի գիտեր։ Ուրեմն հիմա եկուր գաղերսեմ եւ քեզի խրատ մտամ, որբեսի քու կյանքդ ու որդիդ Սողոմոնի կյանքը ազատես։ Քնա Դավիթ թագավորին քով մտիր եւ անորս է. ով թագավոր իմ դերս, թուն քու աղախինիդ երթում չրիր ու չսիր քու որդիդ Սողոմոն թագավոր պիտի ըլլա ինձ մեյետ եւ անիգա պիտի բազմի իմ քահիս վրա։ Ուրեմն ինչու Ադոնիա թագավոր եղավ։ Ահա ես ալ յետևետ կուկամ
մինչ տուն Դագավին գխոսի Սոն թակավորին հետ ու խոսքերդ գհաստատեմ։ Պետսապե ներքին սենյակը մտավ թակավորին կով։ Թակավորը շատ զերացած էր եւ Սունամացի Ափիսակ թակավորին կսպասարկեր։ Պետսապե խոնարեցավ ու թակավորին երկրպագեց։ Թակավորը ըսավ. Ինչ կուզես։ Ինքալ անոր ըսավ. Իմ դերս Թուն աղախինիդ երթու մրիր, դիրոջ քո աստուծույթ անունով ըսելով, քու որդիդ Սողոմոն թակավոր բիդել այնց մեյետ եւ անիգա բիդի բազմի իմ քահիս վրա, բայց ահա հիմա Ադոնիա թակավոր եղած է, ու տուն չես գիտեր ով թակավոր իմ դերս, ամբազմաթիվ արչարներ, բարարդ, զվարակներ եւ ոչխարներ զոհեց, ու թակավորին բոլոր որդիները Ափիաթար քահանան ու Հովապ սպարաբեդը հրավիրեց, բայց քու ծառած Սողոմոնը չհրավիրեց։ Ուրեմն ով թակավոր իմ դերս ամբողջ Իսրայելի աչքերը քու վրատ են, որբեսի անոնց իմացնես, թե իմ դիրոջս թակավորին քահին վրա իր մե յետք ով պիտի բազմի։ Թե ոչ, երբ իմ դերս թակավորը իր հայրերուն հետ քնանա, ես ու իմ որդի Սողոմոն մեղավոր պիտի սեպվինք։ Մինչ անդագավին թակավորին հետ կխոսեր, ահա Նաթան մարգարեն հասավ։ Թակավորին իմացուցին ասելով, ահա Նաթան մարգարեն եկավ։ Երբ ան թակավորին արջև եկավ, թեմքը մինչև կեդին խոնարեցնելով թակավորին երկրպագեց։ Հետո Նաթան ասավ. Ով թակավոր իմ դերս, միթե դու նսիր Ադոնիա թակավոր բիդի լայնց մեյետ եւ անիգա բիդի բազմի իմ քահիս վրա։ Քանի որ ան այսօր իջավ բազմաթիվ արչարներ, բարարդ զվարակներ ու ոչխարներ զոհեց, եւ թակավորին բոլոր որդիները սպարաբետներն ու Ափիաթար քահանան հրավիրեց, եւ ահա անոնք անոր արջև գուդեն գխմեն ու գսեն Աբրի Ադոնիա թակավորը, բայց զիս քու ծառատ Սատով քահանան Հովյաթայի որդին Փանյան եւ քու ծառատ Սողոմոնը չհրավիրեց։ Այս բանը արդյոք իմ դիրոջս թակավորին հրամանով եղավ, բայց թուն ծառայիդ չկիցուցիր թե քեզ մե յետք ով պիտի բազմի իմ դիրոջս թակավորին քահին վրա։ Դավիթ թակավորը պատասխանեց. Ինձի կանչեցեք Պետսապեն։ Անալ թակավորին արջև եկավ ու թակավորին ներկայացավ։ Թակավորը երթում մրավ եւ ըսավ. Իմ անձս ամեն դակնաբե ազատող դերը Գաբրի, ինչպես քեզի դիրոջմով Իսրայելի աստուծմով երթում մր եսելով, քու որդիդ Սողոմոն թակավոր բիդել այնց մե յետ եւ անիգա բիդի բազմի իմ դերս իմ քահիս վրա, ահա այսօր այնպես բիդի անեմ։ Այն ադեն Պետսապե թեմքը մինչև կեդին խոնարեցուց, թակավորին երկրպագեց եւ ըսավ. Իմ դերս Դավիթ թակավորը Հավիդյան Աբրի։ Ապա Դավիթ թակավորը ըսավ. Ինձի կանչեցեք Սատով քահանան, Նաթան մարգարեն ու Հովյաթայի որդին Փանյան։ Անոնք ալ թակավորին արջև եկան։ Թակավորը անոնց ըսավ. Ձեր դիրոջ ծառաները ցեզի հետ արեք, իմ որդի Սողոմոնը մադակ չորիս վրա հեծուցեք եւ զայն Քեհոնի չեցուցեք։ Սատով քահանան ու Նաթան մարգարեն զայն հոն թակավոր թողոձեն Իսրայելի վրա։ Դուք ալ շեփորն չեցուցեք եւ ասեք. Աբրի Սողոմոն թակավորը։ Իր յետևեն դուք ալ բարձացեք ու ինք թողքա եւ իմ քահիս վրա բազմի։ Իմ դերս ինք թակավոր բիդելա, քանի որ ես զինք առաջնորդ նշանակեցի Իսրայելի վրա ու Հութայի վրա։ Այն ադեն Հովյաթայի որդին Փանյա թակավորին պատասխանեց. Ամեն դերը իմ դիրոջս թակավորին Աստված դալ այդպես ասե։ Ինչպես դերը իմ դիրոջս թակավորին հետ էր, Սողոմոնի հետ ալ ըլլա, եւ անոր քահը իմ դիրոջս Դավիթ թակավորին քահեն ավելի բարձրացնե։ Այն ադեն Սատով քահանան, Նաթան մարգարեն ու Հովյաթայի որդին Փանյա, Քերեթիները եւ Փելեթիները իջան, Սողոմոնը Դավիթ թակավորին մադակ չորին վրա հեծուցին ու զայն Գեհոն դարին։ Սատով քահանան հանդիմումի վրանեն յուղին եղջյուրը արավ ու Սողոմոն օծեց, ապա շեփորը ընչեցուցին եւ ամբողջ ժողովուրդը ըսավ. Աբրի Սողոմոն թակավորը։ Ամբողջ ժողովուրդը անոր յետևեն բարձրացավ։ Ժողովուրդը սրինքներ նվագելով մեծապես կուրախանար, այնպես որ անոնց ցայնեն քեդինը գտղրտար։ Ադոնիա եւ անոր հետ եղող բոլոր հրավիրյալները լսեցին, մինչ անոնք ջաշը գավարդեին։ Հովապ շեփորին ցայնը լսելով ըսավ. Ինչ է այս տղրտյունի աղմուկը, որ քաղաքեն գելե։ Մինչ անդագավին գխոսեր, ահա Ափիաթար քահանային որդին Հովնաթան եկավ։ Ադոնիա անոր ըսավ. Եգուր, քանի որ դու քաչ մարդ մնես ու բարի ավետիս կբերես։ Հովնաթան Ադոնիայի պատասխանեց. Իրավ է թե մեր դերը Դավիթ թակավորը Սողոմոնը թակավոր նշանակեց։
Թագավորը Սատով քահանան, Նաթան մարգարեն եւ Հովյաթայի որդին Փանյան քերեթիներն ու փելեթիները անոր հետ ղրգեց եւ զայն թագավորին մադակ չորին վրա հեծուցին։ Սատով քահանան ու Նաթան մարգարեն զինքեհոնի մեջ թագավոր օծեցին եւ անգե ուրախությամբ բարձրացան ու քաղաքը թղրտաց։ Այս է ծեր լսած աղմուկը։ Նաեւ Սողոմոն թագավորության քահին վրա փասմեցավ եւ թագավորին զարաներն ալ մեր դերը Դավիթ թագավորը օրհնելու եկան ու ասին. Քո Աստվածը Սողոմոնի անունը քո անունետ ավելի մեծն է եւ անոր քահը քո քահետ ավելի բարձրացն է։ Թագավորն ալ իր անգողնին վրա երկրբակեց։ Նաեւ թագավորը սա ասավ. Օրհնյալ է դերը Իսրայելի Աստվածը, որ այսօր իմ քահիս վրա բազմող մտավ ու աչքերս դեսան։ Ադոնիայի բոլոր հրավիրյալները սարսռացին եւ գանկնելով յուրաքանչյուրը իր ջամփան գնաց։ Ադոնիա Սողոմոնեն վախցավ։ Ոստի գանկնելով գնաց ու զոհասեղանին եղջյուրները բռնեց։ Սողոմոնի պատմեցին. Ահա Ադոնիա Սողոմոն թագավորեն վախցավ։ Ահա ան զոհասեղանին եղջյուրները բռնած էսելով։ Սողոմոն թագավոր այսօր ինձ երթում թողնե, թե իր ծառան սուրով պիտի չմերցնե։ Սողոմոնը ասավ. Եթե ան արաքինի էլա, իր մե ոչ մեկ մաս կեդին պիտինա, բայց եթե անոր վրա չարություն գտնվի, այն ադեն պիտի մեռնի։ Սողոմոն թագավորը մարդ ղրգեց եւ զայն զոհասեղանեն իջեցուցին։ Անալ եկավ ու Սողոմոն թագավորին երկրբակեց։ Սողոմոն անոր ըսավ. Դունդ կնա։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։